բայց վերեք սովորենք այսպես մենք պարտավոր ենք առաջինը հարգելու մեր պետականությունը, հետևաբար այդ օրվա իշխանությունը, պարտավոր ենք։ Եվ հեչ պարտավոր չենք իրենց հայոյենք, բայց ռևանշիստներին չընդունելու պարտավորություն ունենք։ Ռուսական սեգմենտը Հայաստանից ցեղասպանության մեղավորություն ունի, Արցախի խնդիր ունի եւ այլն եւ այլն։ Հիմա բայց դա ուրիշ խոսակցության նյութ է։ Հիմա ինչ ունենք մենք պատերազմից հետո, երբ որ աղետալի, մեր ձեզ սիրելի Ռուսաստանը ջախջախեց։ Ինչու՞ մեկիդ բերանը չի բացում, մի հատ ասեք, ես ինչ արեցել, այ եղբայր, ես ձևի դաշնագից կլնի, հա, հապկը եւ այլն։ Հիմա հապկից դուրս գալ, շետով ասեմ, հապկից դուրս գալ, ուրեմն ռազմական բազա եւ այլն, ասեմ, դա միտինգի հարց չի, ոչ էլ այսպես լայն քննարկման հարց է։ Դա ճշգրիտ հաշիվների հարց է Ռուսաստանի հզորության անում եւ որ իշխանությունն անում է, եթե իշխանությունը տաչաներ, Էրեբունի բանը զավարթնոցում ռուսները մնացած կլնեին, որոնք հաջուկով չեն դուրս եկել, Ագարագում մնացած կլնեին եւ Զանգեզուրում մնացած կլնեին։ Ուրեմն դա այդ հարցը չի։ Ուրեմն հաշվարկով է եւ այլն։ Հիմա առանց միտինգի, առանց աղմուկի եւ այլն, երկրորդ մասը։ Հայաստանը Սև լճի օրերից հետո, որտեղ Ռուսաստանի կազմակերպած դավադրությանը կարողացավ, գիտեք, եվրոպական դիտորդական առաքելություն դեմ անել։ Գիտեք ինչ դժվարությամբ, ես չգիտեք, ասեմ, ահռելի մեծ դժվարությամբ, բարեկամներ։ Շարունակենք, որից հետո Հայաստանը որոնեց, գտավ Ֆրանսիայի որպես դաշնակցի, որի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր արդեն։ Սա պայմանագիր է, խոսակցություն չի, Ֆրանսիա, հայ, ժողովուրդ, բարեկամություն, Ազնավուր, Մակրոն եւ այլն, ուրեմն մեկ։ Երկրորդը այդ վիճակին, ուրեմն մինչև այդ Հայաստանը կարողացավ որոնել գտնել Հնդկաստանը, որին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն այս բոլորին լայնորեն օժանդակել է իշխանությանը, առանց աղմուկի, առանց հայոյելու, առանց եւ այլն եւ դաժանորեն ռուսական սեգմենտին պատին դեմ է արել, այդ նույնն է անելու։ Այստեղ մեր կուրսի փոփոխություն չունենք եւ այլն։ Հիմա շարունակեմ, որից հետո ես այսպես ասեմ, ամեն մեկ իր համար կարող է պատասխան տալ։ Ես թողեցի գնացի եւ 23 թվականին Վաշինգտոն հասա հանրապետական կուսակցության նախկին ուրեմն Բրաունբեկի հետ հանդիպեցի եւ ուրիշ եւ այլն։ Եվ այսօր հետո տեսեք ինչ եղավ, մենք ունենք ոչ միայն հունվարի 14-ի հայ-ամերիկյան, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք։ Այլ նաև ունենք արդեն օգոստոսի 8-ի համաձայնությունը Թրամփի ուղու վերաբերյալ, որ այս ուրեմն ռևանշիստները մեռան Թուրքից, ուրեմն Ալիևի հաջույքի համար, Պուտինի հաջույքի համար միջանց կանվանել եւ այլն, որտեղ դուք գիտեք դա միջանց չէ, դա մայրուղի է եւ ապաշրջափակման մաս։ Երևանում են ադրբեջանցիները նորից միջանց կանվանում։ Հիմա ամենտեղ ասում են դուք եթե հայերի դուխը կբավականացնի, գնացեք Բաքու, Բաքվից իշքան այգա, Բաքվում գնացեք զեկուցման ժամանակ ասեք։ Դե չեն գնում, բայց իրանց եղածներին ենք թույլ տալիս։ Ինչ է կարգել ենք, հիմա տեսեք ինչ է լինում։ Ինչ են ասում, Զանգեզուրի միջանցքը սկսվում է Ադրբեջանում եւ ավարտվում Թուրքիայում, ասել է իրենց տեսակետն է։ Իրենց տեսակետն է, իրենք շարունակում են նույն խոսույթը, բայց պայմանագիր ուրիշ է, համաձայնություն Ամերիկայի հետ։ Մենք էլ դա չենք ընդունում եւ ուրեմն ընդունում ենք Թրամփի եւ ամերիկյան մեկնաբանությամբ, հայ այստեղ առանցին ամերիկյան համագործակցության կոնտեքստում։ Բապ ինչ է, դուք պարտվելը ոնց եք հասկանում, որ ասում են չպետք է պարտվենք։ Դուք ոնց եք հասկանում, մի հատ կարող է բացատրեք, որ ասում են քուրարաքս պետք է դուրս գաք։ Այսպես երկիրը չպետք է կողոպտվի, չպետք է թալանվի, հա, չպետք է օլիգարխիա լինի, տնտեսություն լինի։ Բա ոնց եք հասկացել պարտվելը։ Հիմա բայց հարցը այն չի 7 տարի հետո նույն
խոսույթը պահել անընդհատ դա նշանակում է սաբոտաժ է գնում երկրի ներսում։ Մեզ ինչ է պետք։ Հիմա կարողանալ վերականգնել տնտեսություն եւ այլն տեխնոլոգիաներ ինչ որ քչիչատի ծարվում է, որի վերաբերյալ մի օր առանձին կասեք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը կասեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բալանսավորված արտաքին դիվանագիտություն է իրականացնում եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպա եւ Ադրբեջան եւ Ռուսաստանը որ ինտերվենցիա չի կարողանում անել, այս պրոքսի փալասներով է աշխատում։ Հասկանում եք, այդ կապ ունի նրա հետ, որ կարողանում է նաև Ռուսաստանի հետ հաշիվը պահել եւ այլն։ Ռուսական ցակման ծորենը ղազախական ծորենից բացի նորից գալիս է նորմալ է, ուրեմն ղազախական ծորենը ըստ հաղորդագրությունների $190 է, չէ, ռուսական $290 է։ Մի հատ հարիվ կտեք աշխարհում, որ կգնա ապրանք կառնի եւ թանկը կգնի։ Մենք բալանսավորված քաղաքական չունենք վարելու, դա ասել եմ նաեւ։ Սա տնտեսական թե ավելի շատ քաղաքական։ Տնտեսական է, բայց դե բարձ է, որ մեր համար նաեւ քաղաքական ենթատեքստ ունի։ Մենք բոլորի հետ ուզում ենք չէ։ Պարոն Շիրինյան, իսկ ղազախական ծորենը երբ որ եկավ, այդտեղ Պուտինի հետ որոշակի համաձայնություն չի ունեցել կամ։ Բայց կարող է ուղարկել առանց նրա թույլտվության կամ չգիտեմ։ Առևտուր էլի չեք բարթացնում ավելի։ Առևտուր է բերել են, երևի չգիտեմ ես դա, բայց որ ադրբեջանական ես ձեզ ասեմ, եթե երկրի տնտեսական պոտենցիալը մեծանա, անխուսափելի է դառնալու ադրբեջանական երկաթգծից օգտվելը, օրինակ ասեմ, առանց հիստերիայի։ Այն ԽՍՀՄ-ի ժամանակ, որ Հայաստանը մեքենաշինություն բան ուներ սովետի բաներով, ուրեմն Հայաստանի արդյունաբերական զգացումը Դեմիրճյանի եւ այլնի շրջանում դրանց առաջ ապահովվել է ադրբեջանական երկաթուղով եւ ոչ վերացականով։ Վերացականի թողունակությունը խիստ ցածր է նրա համար։ Նորմալ վիճակում այնպես որ մնացածը ինչ է մնում, պիտի ներվերը փակել, մի հատ վերահաշվար գանել եւ երկրի վերակառուցումը վերել եւ այսպես մնացածը Ալիևն ինչու այդպես խոսեց, Ալիևին հարցրեք, դաստիարակված չի, շամվորտի է, դրա համար այդպես է խոսում, ինչ ասեմ։ Հենց անում է հասարակ, եւ մենք էլ կարծես թե տարածում ենք նրա թեզերը։ Դե ինքը ունի էստե բրոքսիներ, դե նայեցեք, սխեման ասեմ, տեղեկատվական դաշտում դառնում է Մոսկվա, Բաքու, Երևանի ռուսական սեգմենտ, նույն ակնթարթի վրա են տալիս, ինչու ասեց եւ ըստ էության Սամվել Կարապետյանին Մոսկվան ինչպես ուղարկեց, հիշեք, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեց տանը Կոպիրկինը, հաջորդ օրը, դե հաջորդ կամ Սամվել Կարապետյանը եւ հիմա մենք ռուսական խոսույթի մեջ ենք, մենք մեր հայկական ցավով չենք տառապում, մենք դիմագայում ենք Ռուսաստանի կազմակերպած այս ամբողջին, ինչ ասեմ, պատերազմին է թուրքական եւ այլն, այդ որ ասվում է, չէ, Թուրքիան մասնակցեց Արցախում, հիմա միլիոն անգամ ասել եմ, էլի կրկնեմ, որ երևի էլ չասենք էլի, ուրեմն Թուրքիային էլ Ադրբեջան մեր դեմ գործողության համար հրավիրեց Ռուսաստանը, հասկացաք, թե չէ, հիմա այդ ասեք, այդ միֆը հանեք մեջներից հետ, եղբայր Ավետիք Իսահակյան չեք սիրում, հա, Մկրտիչ Պորտուգալյան չեք սիրում, Ռուբեն Դարբինյան չեք սիրում եք ինչ է, ԿԳՊ-ի ներդրած գաղափարախոսությունը,